Razmik.net-ը պատասխանատվություն չի կրում ծրագրի բովանդակության, հայտարարությունների և գովազդների համար։ Լույս հեռուստաժամը, որը հեռարձակվում է ամեն ուրբաթ, ինչպես գիտեք, ժամը 11:30-ից մինչև 12:30։ Անցած ուրբաթ օրը, որ ընդգրկված է երիտասարդների դրամահավաքի օգնելու կապակցությամբ, բավականին հաջող անցավ։ Շնորհակալություն բոլորից իրենց աջակցության համար։ Այսօր որոշ պակասություն կար դրամի, որպեսզի ապրիլի 24-ին վերջնական իրենց միջոցառումը անցկացնելու կապակցությամբ գնումներ կատարեն, եւ սա էլ հաջող անցավ։ Նախատեսված որ եթե հանկարծ օգնության կարիք լիներ, ուրեմն լույսը կտրամադրվեր այդ գործին, բայց Վրեժ Աղաջանյանի ժամով այդ գործը փակվեց, այսինքն երիտասարդները ունեն այնքան միջոց, որպեսզի կարողանան ապրիլի 24-91 երրորդ տարի անցկացնեն բարձր կազմակերպված, միգուցե դեռ ավելի լավ, քան թե անցյալ տարի, որը որ իրենք միշտ այդ ցուցանիշները ունեցել են տարին տարվա վրա, սկսած 2001 թվականին։ Ուրեմն այսօր մենք հիմնականում կզբաղվենք մի թեթև լույսը կծանոթացնեմ, որտեղ անցած շաբաթ ուրբաթ օրը ես ձեզ չկարողացա 11 համարից որևէ բան ասել, եւ հրատարակվել է նաեւ 12-ը, վաղը կլինի այն կետերով, որը նախատեսված է հատկապես լույսի համար, ուրեմն միանգամից ձեզ ասեմ, որ լույսը 12-րդ համարը, 11-ը եւ 12-ը ինչպես կարող եք ձեռք բերել ու անցնենք մեր այսօրվա թեմային, որը կլինի ձեր մտքից, ձեր հոգուց, ձեր մտատանջությունների դուրս գրումը, ազատումը, կապված ապրիլի 24-ի այս կազմակերպչական աշխատանքների հետ, որտեղ հանրության մեջ կան բավականին տարակարծիքություն, անել, չանել, ճիշտ է, ճիշտ չէ, միգուցե այսպես, միգուցե այնպես, ուրեմն ես այսօր ամբողջ ժամը կտրամադրեմ, որպեսզի դուք ապրիլի 24-ին գնաք թեթևացած սրտով, մաքրված եւ իմանաք, թե ինչպես պատահեց կամ ինչպես եղավ այս բոլորը, կամ արդյոք սա միակ ճանապարհն էր, թե երիտասարդները միգուցե սխալ ճանապարհ են ընտրել կամ այս բոլորի վերաբերյալ մեկնաբանություններ կլեն։ Ուրեմն ես ձեզ կարդամ, թե լույսը որտեղ կարող եք դուք ձեռք բերել։ Ուրեմն հիշեք, որ Գլենդելում լույսի տարածման կետ է հանդիսանում Սելին մարքետը։ Ուրեմն Սելին մարքետը գտնվում է 1427 West Glenox, բայց Սոնորայի հատման կետում։ Ուրեմն այստեղ անվճար կտրվի ձեզ, եթե դուք $15 գնումներ կկատարեք այս խանութում։ Բավականին հետաքրքիր խանութ է եւ տերը շատ բարեհամբույր անձնավորություն է, կարծես սա հանրահայտ խանութ է Գլենոքսի շրջանում։ Ուրեմն Ռևոժ սրճարանը միշտ մնում է այդպիսին, որպեսզի դուք ձեռք բերեք լույսը, որտեղ դրված են, ասեք, նույնիսկ նախորդ համարներից էլ մի քանի հատ կան, այսինքն չի հավաքվում կաֆեից, ոչ էլ սելինից։ Եթե դուք նախորդ համարները ձեռք չեք բերել, ասենք 11-ը, 12-13-ը կգնա, Ռևոյում ավելի շատ համարներ կան, ուրեմն վստահ եղեք, որ այս կողմ այն կողմ պետք չէ ընկնել եւ գնալ եւ վերցնել այդտեղից։ Ուրեմն Best Produce and Grocery, սա էլ Maple-ի վրա է, ուրեմն այստեղից էլ կարող եք ճարել, դա նաև որ Maple-ի մոտ մի լավաշի փուր կա, այդպես որից շատերը եք օգտվում, անմիջապես դրան հարակից գրոսերի կամ մթերքների խանութն է։ Ուրեմն սա Գլենդելում, իհարկե կա նաև Diagnostic Imaging Network-ը, որը միայն իր հիվանդներին կամ իր այցելուներին է տալում Գլենդելում։ Հոլիվուդում, ուրեմն Հոլիվուդի գլխավոր տարածողներն են Universal Drugs-ը, որը նույնպես իր հաճախորդները ունի եւ ստանում է 100-ի չափ լույս, եւ հիմա արդեն միացավ նաև Father եւ Son Bakery եւ Grocery-ին։ Սա նույնպես ունի արդեն լույսը եւ հետագա համարները կունենա։ Ուրեմն այս կետերը, որոնց մասին ես կարդում եմ,
խանութների տերերը իրենց հայացողությամբ ձեզ կարող են նվիրել գնումների հետ եւ ինչպես իրենք կցանկանան։ Եվ Բրբանկի շրջանում Գառնի նպարատունն է, հիշեք Verdugo Glenox հատման կետը 428 Glenox, սա նույնպես հայտնի է Գառնի նպարատունը, ուրեմն Բրբանկի շրջանը ապահովված է, որպեսզի իջնի Գառնի նպարատուն, Հոլիվուդը երկու կետ կա արդեն, սրանք երկուսն էլ մոտ են իրար, Sunset եւ Kingsley խաչմերուկում են երկուսն էլ Universal Drugs եւ Father and Son-ը եւ Selin Market, ինչպես ասացի Sanora-ի եւ Glenox-ի հատման կետում հայտնի խանութ է, Revo սրճարանը 1022 Chevy-Chase, սա էլ գիտեք, ուրեմն Best Produce-ն էլ Maple-ն է, որը նույնպես ունի բոլոր համարները։ Ուրեմն լույսի մեջ ձետեղված նյութերը շարունակական են, որը ձեզ ինչպես ասեցի, հետևեք բաց չթողնեք, որովհետև նոր մարդիկ են միանում լույսին, որոնք խնդրում են շատ ավելի վաղ համարներ, որովհետև մեջը կային, ասենք, Լևոն Սողոմոնյանի գրվածքները, օրագիրը եւ այլն, շատ հետաքրքիր պատմություններ կային, նրանք որոնք ստանում են այդ մասին գիտեն։ Հիմա արդեն գնում է փախուց դժոխքից, շատ ժամանակակից եւ հետաքրքիր կարդացող նյութ է Լևոն Սողոմոնյանը, որը առաջի գիրքն է, որը նվիրված է մի ընտանիքի, որը սովետական Հայաստանից Սիբիր են աքսորել եւ նրա ճակատագրի հետ կապված բարձր լեզվով գրված մի գործ է։ Ուրեմն շարունակվում է Աստծո ժողովուրդը արդեն երկրորդ անգամ հրատարակվում է լույսի մեջ։ Սա Գրիգորի Կլիմովի գիրքն է, կխնդրվեի, որ մտավորականները հատկապես ուշադրություն դարձնեն, որտեղ սա ռուսերենից թարգմանվում է հայերեն եւ շարունակաբար կտեղադրվի լույսում, մինչեւ որ հավաքվի այնքան նյութ, որ գիրք դառնա։ Լույսը այդ մասին ձեզ տեղակ կպահի։ Ուրեմն միանգամից անցնենք այսօրվա թեմային, որպեսզի բազաբանենք ապրիլի 24-ի երևույթը, որը քայլարշավի տեսքով եւ տարակարծիք կախված է օդում արդեն 6-րդ տարին է այս անգամ, ես ձեզ կպատմեմ նրա նախասաղմնային ծնունդը, դրդապատճառները, թե ինչպես դա առաջացավ եւ չեմ իհարկե նշի թե ում մտահղացումներ դա կամ ինչպես ծնվեց, բայց մոտավորապես երևի դուք հավանաբար գլխի կընկնեք թե դա ինչպես ծնվեց։ Ուրեմն հիշեցնեմ, որ ամեն ինչ սկսվեց 10 տարի առաջ, ուղիղ 10 տարի եւ 4-5 ամիս, ահա այսպիսի ժամանակագրական հատված է, որը որ ներողություն դեռ պետք է ասեմ, որ 11 տարի 4 ամիս առաջ, այսինքն սա 1994 թվականի դեկտեմբերն էր, երբ որ պատրաստվում էր հայոց մեծ ցեղասպանության 80-ամյակը։ 80-ամյակի կապակցությամբ ձախողված այս միջոցառման մասին շատերը հիշում եք, որ նորից պառակտում եղավ եւ նույնիսկ այն սրահը, որը նախատեսված էր 80-ամյակի կապակցությամբ, հայտարարվեց, որ ռմբապատված է եւ այնտեղ գնալը վտանգավոր է եւ այսպես 80-ամյակը եղավ հայոց Եղեռնի պատմության մեջ ամենաանմխիթարական եւ ցածր կազմակերպված տարելիցներից մեկը։ Սա հիշում են նրանք, որոնք տեղյակ են 80-ամյակի կապակցությամբ։ Բայց մինչև 80-ամյակը, այսինքն 1994 թվականի դեկտեմբերին այսպիսի մի խումբ ստեղծվեց, որը 80-ամյակը պատրաստում էր պատշաճ դիմավորել։ Այդ խումբը իհարկե ձեզ չի ասվի, թե ովքեր էին այդ խմբի մեջ մտնում, բայց այսպիսի մի ծրագիր ուներ, որ առաջինը ստեղծել ցեղասպանության վերաբերյալ մի այնպիսի նորույթ, որը մի կիլոմետրանոց քայլ լիներ դեպի առաջ եւ ապահովել հետագա ցեղասպանության վերաբերյալ աշխատանքների ֆինանսավորումը, այսպես էր դրված ծրագիրը։ Ուրեմն պետք է անուններ տամ այս կապակցությամբ եւ այն քայլերը, որոնք որ կատարվեցին դրա ուղղությամբ։ Ուրեմն 94 թվականի դեկտեմբերին արդեն հայտնի դարձավ, որ
95 թվականի մայիսի 18-ին Հայոց ցեղասպանության 80-ամյակի կապակցությամբ պետք է լինի միջազգային ֆորում, այսինքն միջազգային ժողով Երևանում, եւ այդ ժողովը պետք է որպես գլխավոր բանախոս եւ կազմակերպիչ հանդես գա UCLA-ի պատմաբան, պատմության գծով Ռիչարդ Հովհաննիսյանը։ Ահա այս լրատվությունը արդեն 94 թվականի դեկտեմբերին հայտնի էր։ Ուրեմն այդ խումբը ձեռնամուխ եղավ այդ աշխատանքների կատարման։ Աշխատանքները հետևյալն էին, այսինքն ծրագիրը։ Պետք էր հրատարակվել ամբողջ ցեղասպանության նյութերը, որը որ կա շրջանառության մեջ, որոնցից մի մասը տարբեր առիթներով տրամադրվում են, այսպես ցուցահանդեսային տեսքով, պատերին կպցնելուն եւ այլն, չկան փաստաթղթեր, կարճ ասած ամբողջ ցեղասպանության նյութը, գրականությունը եւ մի քանի լեզուներով այս փաստաթղթերի կարդալը, ընթերցելը, այսինքն եւ ընթերցանություն պետք է լիներ եւ թարգմանություն տարբեր լեզուներով եւ այս բոլորը պետք է լիներ մեկ խտացված CD սկավառակի վրա, այսինքն գլխավոր լեզուներով, ասենք անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, որը որ իր մեջ պետք է ամփոփեր կոմպյուտերային ծրագիր եւ մատչելի լիներ նրանք, որոնք որ կարող էին ցեղասպանության վերաբերյալ ցանկացած նյութ այդ ֆայլերից վերցնել, լսել, այնտեղ պետք է լինեին նաև շարժանկարներ, պատկերներ, փաստաթղթեր եւ բացատրություններ այդ CD-ին։ Պատկերացրեք, թե ինչ էր պատրաստվում։ Սա պետք է նաև դրվեր շուկա, որովհետև 94 թվականին այս տեսակի CD-ները արդեն կոմպյուտերային համակարգի մեջ համակարգիչների բավականին բարձր գներ ունեին եւ նախատեսվում էր, որ դա շուկայում կդրվի $15 արժեքով եւ կվաճառվի մոտավորապես մի քանի միլիոն։ Այսպես էր։ Բացի դրանից այս խտացված CD կամ DVD-ին, այսպես ասենք, պետք է տարածվեր աշխարհի բոլոր գրադարաններում որպես տեսանյութ, այսինքն ունենալու գրադարանները ունենային իրենց մոտ հայոց ցեղասպանության, որովհետև անհնար է արխիվները ցանկացողի դեմ բացել եւ թերթել, իսկ համակարգիչով միանգամից հնարավոր է բացել, ասենք Մորգենթաունի գրքի ցանկացած էջը, ընթերցել կամ սեղմել ընթերցված տարբերակը լսել։ Բոլոր հրամանները, փաստաթղթերը, թրքախոս, կարծիքները, ձայն, ֆիլմ, ամեն ինչ մեջ էր։ Այսինքն այս ծրագիրը, որը 94 թվականին արդեն մտահղացվեց, պետք է իրագործվել։ Ֆինանսավորումը կար, տեսեք, այսինքն դրամահավաքի կարիք չկար, որովհետև այսպիսի CD պատրաստելու համար ընդհանրապես պետք էին մի քանի մաթեմատիկ ծրագրավորողներ այն ժամանակ, որոնք հեշտությամբ կարող էին դա անել եւ կային եւ համակարգիչները եւ մարդիկ, որոնք պետք է նստեին։ Ուրեմն մնում էր միայն ձեռք բերել այն նյութերի պատճենները, որոնց հետ պետք է մարդիկ աշխատեին մուտք անելու կոմպյուտերի մեջ, հետագայում վառելու CD-ի մաստերը եւ հրատարակելու, ասենք, մի քանի միլիոն տիրաժով։ Մեկ CD-ին նստում էր, մեկ CD-ի պատրաստումը նստում էր $1 սահմաններում, շուկան $15 էր դա գնահատում, բայց նույնիսկ կարելի էր 20-30, հետագայում տարիների ընթացքում դա նվազեցնել, ինչպես արվում է շուկայում, մինչև իջնել 10, 5, 3, 2, բոլոր դեպքերում մնում էր շահութաբեր։ Ուրեմն գրադարանները կունենային աշխարհի բոլոր այդ նյութերը, կհավաքվեր այդ վաճառքից տարիների ընթացքում մոտավորապես $50 միլիոն եւ հայկական ցեղասպանության դատը կունենար իր ֆինանսավորումը սեփական։ Սկսվեց արդեն գործնական աշխատանքներ այս կապակցությամբ։ Ուրեմն գործնական աշխատանքները կատարելու համար պետք էր առաջինը գտնել արխիվային նյութերը եւ դրանք մուտք գործել։ Դրա համար պետք է ուրեմն աշխատանքների ծավալը մոտավորապես կազմում են 3 ամիս։ Այս ամբողջ նյութերի հետ աշխատելը 3 ամսվա ընթացքում պատրաստ էր շուկա դուրս գալու համար եւ ֆինանսավորումը
եւ ներկայացնելը եւ ամեն ինչ, ինչպես տեսնում եք, հրաշալի ծրագիր էր։ Մանավանդ որ փողի ներդրում չէր պահանջում, բոլորը հարթեցված էր։ Այսինքն հիմնական CD-ների արտադրությունը ժամանակի մեջ պետք է լիներ բաժիններով, ոչ թե ասենք 1 միլիոնի ներդրում, այսինքն տեղադրվեց 30,000, շուկա նետվեց, անմիջապես շրջապտույտից պետք է առաջանար։ Իսկ ծրագրավորողների վարձատրությունը բոլորը կամավոր էին, այսինքն ոչ մի բան չկար, մի քանի կոմպյուտերներ էին դրանք լինելու, կամավորական աշխատանք, միայն CD, հիշեք, որ 1 CD արտադրությունը նստում է ամեն ինչով, մոտավորապես $1, եթե շուկայում ձեզ հիմա էլ նույնիսկ առաջարկում են CD-ներ 15, 20, $30, հիշեք, որ դա ահռելի շահույթներ են բերում տիրոջը, որով որ արտադրում է այդ բիզնեսով է զբաղվում, CD-ն $1 արժի, եթե $5 վաճառվի, 5 անգամ շահույթ է բերում, եւ այլն։ Ուրեմն այս գործի մասին տեղյակ պահվեց Մարգարյան Արտավազդին, Արտավազդ Մարգարյան, սա դաշնակցության մեջ համազգայինի, այսպես ասած, պաշտոնյաներից մեկն էր եւ նրանից խնդրվեց, որպեսզի նա տրամադրի կապի միջոցը Ռիչարդ Հովհաննիսյանի հետ կապվելու, որովհետև Ռիչարդ Հովհաննիսյանը արդեն լրատվությամբ հանդիսանում էր 80-ամյակի նախաձեռնող եւ բանախոսը եւ այդ գործի, այսպես ասած, ինքն էր ամենագլխավորներից մեկը, հավանաբար։ Հեռախոսը վերցվեց Մարգարյանից, Արտավազդ Մարգարյանից եւ անձնապես ես խոսեցի Ռիչարդ Հովհաննիսյանի հետ։ Ուրեմն նախ այդ խոսակցությունը, որը բավականին արգելքներ հաղթահարեց, որովհետև հեռախոսով կապել նրա հետ դժվար է բոլոր դեպքերին, նա հարցրեց ումից վերցեցիք հեռախոսը, մի հարցաքննություն անցկացրեց եւ ասացի, որ այսպես մարդուց նա չճանաչեց իհարկե համազգայինի այդ պաշտոնյային, բոլոր դեպքերում կապը ստացվեց եւ առաջարկվեց այն ծրագիրը, որը որ ձեզ ես պատմեցի։ Ուրեմն լսելուց հետո այս ծրագիրի մասին նա զարմանալիորեն հանկարծ հայտարարեց, որ ինքը ցեղասպանությամբ չի զբաղվում։ Ինձ համար, որպես ասենք, հայ մարդ տարօրինակ էր, որովհետև այս պատմելու ընթացքում դուք նույնիսկ ոգևորվեցիք, որ դա ինչ հրաշալի ծրագիր էր։ Ամեն ինչ շարադրվեց իրեն, թե ինչպես պետք է գնա, ինչպես ասեցի ձեզ, եւ հանկարծ այսպիսի պատասխան։ Իհարկե խոսակցությունը թեքվեց մի քիչ սրացավ դրանից, բայց նա կտրուկ հրաժարվեց։ Ուրեմն ցեղասպանության նյութերը ձեռք բերել դարձավ անհնարին, որովհետև ամբողջ արխիվային նյութերը մեր ձեռքին չէր եւ մնաց այդպես։ Չհուսահատվեցին մարդիկ։ Դրանից 2 ամիս հետո նորից ես անձամբ գնացի այս մասին տեղյակ պահեցի Դաշնակցության կենտրոնական կոմիտեին, որտեղ այդ օրը երեկոյան պատասխանատուներն էին նստած, թվով 4 հոգի։ Երբ նրանց բացատրեցի այն ինչ որ ձեզ բացատրեցի, այնպիսի բռնկում տեղ ունեցավ ոգևորման, որ արդեն համարյա կարելի էր համարել, որ ծրագիրը կատարված է, այսինքն ամեն ինչ պետք է խոստացվեց։ Եվ պատասխանը մեկ շաբաթից հետո ես նորից գնացի ու հանկարծ նկատեցի, որ ոգևորություն չկա, ինչ որ նայում են գետիններ եւ աչքերից չեն նայում, իհարկե ես փորձեցի այդպես դառը չընդունել նման վերաբերմունքը, բոլոր դեպքերում ասեցի, թե ինչ եղավ այս երևույթի հետ կապված արխիվային նյութերի տրամադրման հարցը եւ բերվեց մի ալբոմ եւ շատ խեղճ ձայնով ինձ բացատրեցին, որ գիտեք իրենք արդեն այդ ուղղությամբ աշխատել են եւ հրատարակել են մի ալբոմ ֆոտոներով, նկարներով եւ այլն, բոլոր ֆիդայինների նկարները եւ այսպեսի մի բան։ Ես թերթեցի այդ ալբոմը, երևի շատերը ունեք 80-ամյակի կապակցությամբ, բայց այդ ծրագիրը այն եւ սա անհամատեղելի են։ Կարճ ասած, այս ծրագիրը մնաց սառույցի վրա գրված եւ չիրականացավ։
Իհարկե ցեղասպանության նյութերի այսպիսի առատություն չկար, ոնց որ հիմա, երբ որ արդեն ինտերնետից կարելի է շատ բաներ վերցնել, այն ժամանակ ինտերնետում փակ էին ցեղասպանության բոլոր նյութերը, այժմ հարուստ է նյութերը, բայց սկսվեց ուրեմն 80-94 թվականի այսպիսի սկզբնական իրավիճակից։ Ինչպես գիտեք, 80-ամյակ անցավ շատ խղճուկ վիճակում, բայց գաղափարը մնաց։ Գաղափարը մնաց, 96 թվականին սկսվեց հրատարակվել լույսը, հատկապես այս ծրագրի հետքերով գնալու համար, որպես ինչ-որ տեղ հասցվի։ 96-ին լույսը հրատարակվեց հունվարին, որովհետև 80-ամյակի կապակցությամբ այս ծրագիրը ձախողվեց, եւ 96-ին այս տարի միջայլոց լրանում է լույսի 10-րդ տարին, այսինքն 10 տարի լույսը հրատարակվում է, բայց այսինքն շքահանդես, սրահ վարձել բան, մենք դա չենք անի, որովհետև պարզապես ժամանակ չունենք։ Ուրեմն 96 թվին անցավ լույսի ամբողջ աշխատանքներով, 97 թվին միացան մի քանի երիտասարդներ լույսին, որոնք նոր հայերեն էին սովորում այստեղ եւ սկսել էին լույս կարդալ։ Դրանցից մեկի անունը պետք է տամ Գրիգոր Հակոբյան։ Սա ավարտում էր դպրոցը եւ արագ հայերեն էր սովորում։ Մի քիչ վատ ես ուղղում էի նրան իհարկե, բայց այստեղ սովորում էր հայերեն գրել, կարդալ, ուսումնասիրել եւ այլն, եւ բավականին մեծ թռիչքներով։ Նա դպրոցից հետո ընդունվեց Glendale Community College։ Եվ այս երիտասարդը ոգևորված լույսի գրվածքներով եւ այլն նախաձեռնություն հանդես բերեց։ 98 թվականին նա հավաքեց ուսանողներին քոլեջում, որտեղ արդեն սովորում էին 3000 ուսանողներ հայ, եւ առաջին անգամ Glendale Community College-ում կամ համասարանական համակարգում Գրիգոր Հակոբյանը, այդ երիտասարդը, կազմակերպեց ուսանողական խումբ, կանոնադրություն գրեց, ովքեր պետք է լինեն, ինչով պետք է զբաղվեն, եւ ցեղասպանության վերաբերյալ 82-ն թե 3-ը չեմ հիշում, Glendale Community-ում ծանոթացրեց օտար ուսանողների ամբողջ ցեղասպանության եղելությունը։ Եվ այստեղ տեղ ունեցան հետաքրքիր միջադեպեր, քանի որ այս ուսանողական խումբը, որը սկսեց հրատարակել նաև ուսանող թերթը հայերեն եւ անգլերեն, ուշադրություն դարձրեք, 8 տարի առաջ Գլենդելում հրատարակվել են երիտասարդները, ուսանողները, ուսանող թերթը, այսօր, երբ որ 30 հազարանոց ուսանողական, մենք հայ ուսանողներ ունենք ամբողջ Լոս Անջելես, Կալիֆորնիա կաունտիում, մեկ ուսանողական թերթ չկա, արդեն դուք պատկերացում կազմեք, թե ինչպիսի կազմակերպվածության վրա են ուսանողները, սա թողնենք մի կողմ, բայց ուրեմն Գրիգոր Հակոբյանը դա արեց, դրան անմիջապես հետևեց հալածանքները նրա դեմ Glendale Community-ում, հիմնական, ես բարի նպատակով եմ ասում, հիշաչար չեմ, նրա վրա հոգեբանական մեծ ազդեցություն թողեց Օշին Քեշիշյանի ոչ ճիշտ պահվածքը եւ Մարաշլյանի, այսպես ասած, ճիշտ գնահատականը այդ երիտասարդների ավիյունին։ Այդ երկու մարդիկ կարողացան տարբեր ձևերով ընդհուպ մինչև Գրիգոր Հակոբյանին Օշինը անվանեց ֆաշիստական նկրտումներով երիտասարդ, այսինքն նա, որ ցեղասպանության հարցը դնում է ուսանողների առջև, դա ազգային մոլուցքներով տարված է։ Շատ նյարդացավ Գրիգոր Հակոբյանը, պարզապես հուսահատության գիրկներ ընկե։ Ես նրան խորհուրդ տվեցի, որ համալսարանը շարունակի մեկ այլ քաղաքում, որովհետև այսպես էր կարգը, եւ նա տեղափոխվեց Ֆենիքս, Արիզոնա, եւ այնտեղ սովորեց, ավարտեց միջազգային հարաբերությունների այդ գիծը, հիմա նա արդեն ազատ է։ Ուրեմն ուսանող թերթը մնաց այն խմբի վրա, որը քիչ-քիչ մարեց,
որովհետև չստացավ ոչինչ։ Եվ 1999 թվականին, տեսեք, լույսը գնում է, նոր երիտասարդներ հայտնվեցին։ Դրանցից ամենակարևորը Արմեն Օրուջյանն էր, որը որ հիմք դրեց այսօրվա Հոլիվուդում երիտասարդների կամ ուսանողների քայլարշավին։ Ուսանողները այդ ժամանակ ինքն էլ էր ուսանող եւ փոխադարձ զրույցների ժամանակ այն ծրագրերը, որը կար 94-95 թվականներին, հաղորդեց նրան։ Նա այժմ սովորում է միջազգային հարաբերությունների դոկտորան է ավարտում, Արմեն Օրուջյանը, եւ ամենջապես նա ձեռնամուխ եղավ հոլիվուդյան քայլարշավների սկսմանը։ Իմիջիալոց ասեմ, այդ հզոր երիտասարդ, այդ հայ երիտասարդը, որը 15 տարեկանում էր եկել Լոս Անջելոս, լավ տիրապետում էր ռուսերենին, անգլերենին, հայերենին, բացի դրանից լավ դիվանագիտական մտքեր ուներ։ Եվ նա ամենակարճ ժամանակամիջոցում հաջողեց դառնալ 99 թվականին արդեն մտնել Ալ Գորի քաղաքական պայքարի մեջ եւ հանդիսանում էր Կալիֆոռնիա նահանգի ֆինանսական հանձնաժողովի պատասխանատուներից մեկը, որը հետապնդում էր Ալ Գորի, այսինքն փոխ պրեզիդենտ դառնալու ամբողջ ընտրարշավը։ Այդպիսի դեպք էլ չի եղել, որ մի հայ երիտասարդ հանկարծ այդքան մոտ կանգնի ամերիկյան բարձրագույն իշխանություններին։ Այդ մասին ես չեմ պատմի, թե դա ինչով վերջացավ, որովհետև դա դեռ նոր է սկսում։ Եվ Արմենը դա 2001 թվականին սկսեց, դուք հիշում եք 2001 թվականի քայլարշավը։ Իհարկե, որոշ մարդիկ, որոնք փորձառություն ունեին, գիտեին, որ դա պետք է ենթարկվի Գրիգոր Հակոբյանի ճիշտ ճակատագրին Գլենդել Community College-ում եւ այն նույն ճակատագրին, ինչ որ 94 թվին պետք է ստեղծվեր կոմպյուտերային CD-ները։ Այսինքն այս տրամադրվածությունը, որ ոչ մի նոր բան մտահղացում հայկական հարցի վերաբերյալ չի կարելի անել, որովհետև դա տաբու է ինչ որ ուժերի կողմից, դա գնում էր։ 2001 թվականին անցավ քայլարշավը, 2002 թվականին նախապատրաստվեց քայլարշավի դեմ, հայ միացյալ ուսանողների դեմ առաջին հարվածները։ Ուրեմն ես այսպես ասեմ, X թշնամին, որպեսզի չտանք անուններ եւ չխորանան, X թշնամին աշխատեց նույն ձևով, ինչ որ աշխատեց 1890 թվականին, երբ սկսվեց Արևմտյան Հայաստանում, Տաճկա Հայաստանում հեղափոխական շարժումները եւ առաջի կուսակցությունը, արմենականները, եթե հիշում եք։ Ուրեմն թշնամին գնաց այս ձեռագրով, պետք է շարժումը բաժանել երկու մասի, եւ Սուլթան Համիդի խոսքերը, որը երբ լսեց հնչակյան կուսակցության եւ դաշնակցության ծնունդը որպես առանձին կուսակցություններ, հայտարարեց, այլևս մտահոգության կարիք չունենք։ Հիշեք այս պատմական խոսքերը։ Ուրեմն նրանք, որոնք մտահոգված էին, որպեսզի քայլարշավները Հոլիվուդում չլինեն, գնացին այդ նույն ճանապարհով, ստեղծել երկրորդը եւ մտահոգության կարիք չէին ունենա, որտեղ այդ երկուսը իրար հետ կպայքարեին եւ մինչեւ այսօր դա զգացվում է։ Շարունակեմ միտքս։ Ուրեմն X ուժը բաժանեց հոգեբանական մշակման ենթարկեց ուսանողների մեջ գտնվող տաղանդաշատ, այժմ արդեն շատ տաղանդաշատ եւ դիվանագիտական հարաբերությունները կերած Հովիկ Զիրակյանի հետ սկսեց աշխատել։ Եվ խոսակցությունը այսպիսին էր. այդպես չի կարելի մեկ օրով քայլարշավ անցկացնել։ Քայլարշավը կամ ցեղասպանությունը պետք է հիշել ամեն օր։ Երիտասարդ Հովիկ Զիրակյանը, որը խմբի ամենափոքրն էր ուսանողների մեջ, գայթակղվեց, պատկերացրեք։ Իհարկե գայթակղեցուցիչ է, երբ որ հարցակման ես անցնում եւ քեզ ոգևորում են, բայց այդ ոգևորությունը Սուլթան Համիդյան ոգևորություն էր։ Եվ երիտասարդ Հովիկ Զիրակյանը, խախտելով կանոնադրությունը ուսանողների, որ իրանք որպիսի չընկնեն հնչակյան եւ դաշնակյան կուսակցությունների առճակատման պատմական փաստի առաջ,
կանոնադրության մեջ հստակ գրած էր Միացյալ Հայ ուսանողները միայն ապրիլի 24-ի կազմակերպչական աշխատանքներով են զբաղվում, որովհետև մնացած աշխատանքները իրենց համար արդեն հակասություններ կստեղծեն իրանց ներսում։ Եվ այսպես Հովիկ Զիրակյանին գայթակղեցին Լաս Վեգաս մասնակցելու ինչ որ կասկածելի համերգի, եթե հիշում եք։ Եվ այնտեղ երիտասարդի հոգեբանության հետ խաղալով մեկ ամիս հետո Հովիկ Զիրակյանը անջատվեց ուսանողներից, հայ միացյալ ուսանողներից եւ նրան X ուժը մատուցեց հոլիվուդյան քայլարշավի իրավունքը դեռ հələ կա ապրիլի 24-ը, բայց արդեն սեպտեմբերին Հովիկ Զիրակյանի ձեռքին էր այդ իրավունքը Արդեն խումբը բաժանված էր երկու մասի եւ Հովիկ Զիրակյանը հանդես էր գալիս Միացյալ Հայ ուսանողներ անվան տակ, որը գրանցված էր արդեն որպես երկրորդը։ Ուրեմն կար Միացյալ Հայ ուսանողներ Արմեն Օրուջյանի եւ Միացյալ Հայ ուսանողներ Հովիկ Զիրակյանի։ Նրանք ընկերներ էին այդ խմբի մեջ, լիդերներ եւ գաղափարախոսներ։ Եվ սկսվեց այն, որը մինչև այսօր շարունակվում է, բայց այդպես չգնաց, ոնց որ X ուժը ուզում էր։ Այժմ X ուժը իրեն պատե տալիս։ Ինչ որ բանսարկություններով է զբաղված, որովհետև շարունակեմ մնացած ընթացքը։ Դուք բոլորդ հիշում եք այդ ծանր օրերին իմ դիրքավորումը, որովհետև եւ Զիրակյան Հովիկը եւ Օրուջյան Արմենը դրանք այս գաղափարից ոգևորված ինձ հարազատ զավակներ էին, բայց X-ը կարողացավ նրանց բաժանել եւ իրար դեմ անել։ Եվ ես մնացի Միացյալ Հայ ուսանող Օրուջյանների հետ, որպես բարոյական իրավական կողմը, որովհետեւ նրանց կողմն էր, բայց հետագայում այն հերոստա կռիվները կա բանավեճերը, եթե շատերը հիշում եք, հատկապես ուղղված իմ կողմի, իմ դեմ, այդ ծանր օրերին Վերջապես որոշվեց հավաքվել միտեղ Անուշ ռեստորանում եւ այդ հարցը լուծել, թե ինչպես պետք է լինի։ Հավաքված են հերոստատության բոլոր աշխատողները, որոնց դուք տեսնում եք, թերթերի նույնիսկ խմբագրեր կային, թղթակիցներ, թվով 40 հոգի։ Եվ այդտեղ այդ անկազմակերպ թղթակիցներն ու հերոստավարները պարզապես թամաշա էին անում։ Այս երևույթը նստած էր Հովիկ Զիրակյանի խումբը, Արմեն Օրուջյանի խումբը եւ խորհուրդ էին տալիս դադարան դիմել։ Դադարան դիմել այսպես չի կարելի, այս հայերը ինչու են այսպես այն ինչ որ խոսում են ընդհանրապես գործնական ոչ մի բան, բայց երևույթը կատարված էր։ Ես խնդրեցի ընդամենը վերջում 5 րոպե եւ ասացի իմ կարծիքը, որը հետեւյալն է, դիմելով Հովիկին իմ հարազատ տաղանդավորին։ Ասացի Հովիկ, ձեր Միացյալ Հայ երիտասարդները կազմվել են, այսինքն իրավունքը դուք ձեռք եք բերել երկու քայլարշավ հետո, 2001 թվականին, 2002 թվականին, եւ դուք գրանցվել եք 2003 թվականի մեջ, այսինքն եթե պատմությունը հետագայում քրքրվի, նայվի եւ վերանայվի, Միացյալ Հայ ուսանողների անցկացրած 2002 տարվա քայլարշավները կհամարվեն սուտ եւ կեղծիկ, համապատասխան քո ստացած գրանցված Միացյալ Հայ երիտասարդների մեջ, անվան տակ։ Այսպիսի վտանգ կա, առանց էլ ցեղասպանության վերաբերյալ մեզ համարում են ստախոս, մոգոնված բաներ, բայց այս երևույթը, քանի որ գրանցվել ես դու ավելի ուշ 2 տարի հետո նույն անվան տակ, վտանգ ունի ընդհանրապես համաշխարհային առումով մեզ անվանելու ստախոս, որովհետև 2001 թվականին չի եղել քայլարշավ, որովհետև չի եղել Միացյալ Հայ ուսանողություն, որովհետև փաստաթուղթ ունես դու, որ դու ստեղծվել ես 2003 թվականին, 2002 թվականի վերջին։ Իբարս այդ երիտասարդի նա ասեց. մենք անունը կփոխենք։ Ուրեմն որոշեցին անունը փոխել։ Անունը փոխեցին։ Եթե ինձ Հովիկ Կապիկյանը լսում է հիմա կամ տեսնում է, եւ դուրս եկան, Հովիկը գլուխը կախ անցավ իմ մոտից բարի գիշեր ասել։
Հովիկ Կապիկյանը, որ այսօր ղեկավարում է Միացյալ Հայ երիտասարդների, շուռ եկավ եւ ըստ շնորհակալություն հայտնել։ Եվ ես գնահատեցի այդ երիտասարդին։ 3 օր հետո պարզվեց, որ Հովիկ Զիրակյանի Միացյալ Հայ երիտասարդները X ուժի անվան տակ վերափոխվել են Միացյալ Հայ երիտասարդների։ Ուրեմն առաջացավ Միացյալ Հայ երիտասարդներ եւ Միացյալ Հայ ուսանողներ։ Ոչինչ, դա փրկեց 2 տարվա մեզ ստախոս կանչելու վիճակը, բայց 2003 թվականին բացվեց դավադրության կծիկը։ Ուրեմն Քայլարշավից մի քանի շաբաթ առաջ Հովիկ Զիրակյանից պահանջվեց այն իրավունքը Հոլիվուդում անցկացնելու, որը նախորդ տարված էր նրան։ Եվ նորից ի փառս Հովիկ Զիրակյանի հոգևոր ամրության, նա չտվեց այդ իրավունքը եւ ասեց չեմ տալիս X ուժին։ X ուժը խառնվեց իրար, իսկ ով էր X ուժը, հիշեցնեմ, այդ 2003 թվականի Քայլարշավի համար ստեղծվեց Միացյալ Մարմին։ 3 կուսակցությունները միացան, հաշտ ու խաղաղ, եկեղեցիները միացան, բարեգործականը միացավ եւ ստեղծեց Միացյալ Մարմին, եւ այդ Միացյալ Մարմնի մեջ գոյություն չուներ Միացյալ Հայ երիտասարդների անունը, որոնց ձեռքին է Հոլիվուդում անցկացվող լայսենսը, որոնք իրենք էին տվել այդ Միացյալ Մարմնի մեջ թաքնվածները, բայց Հովիկը տղամարդու պես ասեց չեմ տալիս։ Նրան տարան Լոս Անջելեսի Police Department Քարուզոյի մոտ, որը Գլենդելում անցկացնում է այն շինարարությունը, այն իտալացին, որը նաև հասարակական կարգով LA County-ի կոմիսարն է, այսինքն հսկում է ոստիկանների աշխատանքը։ Եվ այդ հանդիպման ժամանակ հիշեցնում եմ անուն Բաբ Յուսեֆյանի անմիջական ջանքերով։ Բաբ Յուսեֆյանին շատերը չեք ճանաչում, բայց Բաբ Յուսեֆյանի եւ Քարուզոյի մոտիկությունն էր պատճառը, որ Կարուզոն այդ Միացյալ Մարմնի բոլոր անդամներին ասեց, որ երիտասարդները իրավունքի մեջ են, նրանց է պատկանում լայսենսը եւ իրավունքը քայլարշավ անցկացնելու համար։ Այստեղ ես հիշեցնում եմ Բաբ Յուսեֆյանի անունը, որը արդեն երբեմն ասում են Բաբ Յուսեֆյանը շինարարությանը դեմ էր, հետո դարձավ Կարուզոյի խոսնակը, որ շինարարություն գնաց Գլենդել Սիթիում, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչ արժեր եւ ինչ քաղաքական ակցիաների վրա էր գնում, որտեղ Կարուզոն ցույց տվեց շատ մեծ ծառայություն հայ ժողովրդին։ Այլապես Քայլարշավը 2003 թվականից փակվելու էր։ Ինչու? Որովհետեւ պետք չէր ոչ CD ստեղծել, ոչ ֆիլմեր ստեղծել, այլ պետք էր կատարել կիսապռատ միջոցառումներ, այսպես կիսագաղտնի, որ ոչ մամուլն իմանա ամերիկյան, ոչ սենատորները, ոչ էլ հեռուստատեսությունը։ Այսպես էր կարգը, բայց Միացյալ Հայ երիտասարդները խախտեցին։ Իսկ ինչ եղան իմ Միացյալ Հայ ուսանողները։ Միացյալ Հայ ուսանողների հետ աշխատեցին արդեն հոգևորական թևը։ Նրանց նվիրվեց, դուք արդեն գիտեք ում կողմից, Քեննեթի վրայի Գլենդելի եկեղեցին, որը կրեց երիտասարդական եկեղեցի, եւ Միացյալ Հայ ուսանողների բեկորները դրվեց այնտեղ, որպեսզի նրանք զբաղվեն կրոնական գործերով, ոչ թե քայլարշավով։ Նախաձեռնությունը անցավ Միացյալ Հայ երիտասարդներին, այսինքն 2 տարի կատարեցին Միացյալ Հայ ուսանողները, պառակտում Հովիկ Զիրակյանի հերոսական դիմադրությունը, նախաձեռնությունը, դրոշակը անցավ Միացյալ Հայ երիտասարդներին, բայց իրավական կողմով ամեն ինչ հարթվեց։ Ես Հովիկ Զիրակյանի հետ էի, որտեղ գաղափարը քայլարշավն էր։ Արմեն Օրուջյանի հետ էի, երկուսն էլ դիվանագիտական բարձր կրթություն են ստանում, երկուսն էլ հայ ժողովրդի համար պետք են։ Արմեն Օրուջյանը դուրս եկավ Միացյալ Հայ ուսանողների կազմից արդեն տարիքի եւ իր դոկտորայի պատճառով,
Եվ այսօր ինչ-որ տեղ է, սովորում է բարձր աստիճանների վրա, նույնը Հովիկ Զիրակյան։ Այսպես միացյալ հայ երիտասարդները տարան այդ հաղթանակը 2003 թվականին, 2004 թվականին շարունակեցին, 5 թվականին բարձրացնելով եւ ազնվորեն աշխատելով ժողովրդի հետ։ Իսկ ժողովուրդը, հայ ժողովուրդը, չիմանալով այս ամենի մասին իհարկե, բնազդով ուղղակի իր մասնակցությամբ ուժեղացնում էր ի հաճու ես, այսպես ասած, նրանք, որոնք ուզում էին կործանեին։ Այսօրվա դրությամբ լավ նայեք ինչ են խոսում միացյալ հայ երիտասարդների ապրիլյան 24-ի ելույթների մասին։ Ում են պետք այդ ելույթները, դրանք լավ տղաներ չեն, դրանք ուժերի վատնում են, դրոշակներ կան ինչ-որ մեքենաների վրա, ձեզ պարզ ասվեց, որ այդ դրոշակները կապ չունեն միացյալ հայ երիտասարդների, որոնք գլոնոքսը, բայց միևնույն է, ամենը բարդվում է, որպեսզի պատվազրկվի, բանսարկվի եւ այլն, բայց սա է ճշմարտությունը։ Թող լինի այնպես ինչպես գրված է ասում է երկնքում արդարության համար։ Չեմ կասկածում, որ սա կլինի վերջին քայլարշավը, 6-րդը եւ վերջինը եւ 7-րդը չի լինի, որովհետեւ ժողովրդին բացատրեցի, որ ինչպիսի ճանապարհներով անցավ այս քայլարշավի ստեղծումը, բայց X ուժը չի քնել, այսօր օգտագործում է ամենաստորին ձևը բամբասանքի, բանսարկության, որտեղ բոլոր ճակատներում տարվավ, որտեղ ժողովուրդը գնաց այդ քայլին, բացատրվեց, որ ամերիկյան մեդիան իմացավ, քայլարշավը դարձավ ոգևորիչ, համախմբող, այսօր այնտեղ քայլում են երեխաներ, որոնք 2001 թվին իրենց ծնողների ուսերի վրա էին, գրկերի մեջ էին, այսօր արդեն նրանք քայլելու են եւ քայլելու են մինչեւ այնքան, ինչքան պետք է։ Այստեղ էմոցիաներ, հուզականություն, բամբասանքու կամ ինչ-որ չկա ոչինչ, այլ կա պարզ մի հատ ճշմարտություն։ Ապրիլի 24-ի քայլարշավները հող ու ջրի նման պետք են իրենց զանգվածային վիճակով, իրենց ներկայացչական, կազմակերպված, իրենց բարձր մակարդակի պատճառով, ձեզ ամեն անգամ հիշեցնում եմ, որ X ուժը ստեղծելով քայլարշավներ, նույնիսկ ցուցում չի տալիս, որ քայլարշավի մասնակիցները հագնվեն պատշաճ այդ օրը, այսինքն պորտերը չբացեն, ջինսեր չհագնեն, գույնավոր տրամադրվող ինչ-որ ձևեր չընդունեն, այլ լինեն ձևի մեջ, դա նույնիսկ պատվազրկման հատուկ ձև է, բայց նայեք տարիների անցած այս 6 քայլարշավները, 6-րդը թվով կտեսնեք, դուք կտեսնեք այնտեղ կա եւ հարգանք, եւ սուգ, եւ պատիվ, եւ նախաձեռնություն, եւ ապագայի նպատակությամբ հավատ եւ ժողովրդի միասնություն, միշտ չէ որ միասնության մասին խոսելը տանում է միասնության, գործով, այսօր մինչև այսօր, 2003 թվականի միացյալ մարմնի մեջ մտնող մարդիկ կամ ուժերը, իրենց հոգուց, իրենց մտքից չեն դուրս նետել այս երիտասարդների նկատմամբ իրենց կատարած արարքների պատասխանատվությունը, եւ այսօր շարունակում է, ամբողջ հույսն ու հավատը գտնվում է ժողովրդի ձեռքին, ճշմարտությունը, մաքրությունը ժողովրդի ձեռքին է, ապրիլի 24-ը միայն այդ արժեքը ունի, ժողովրդային մասնակցություն, իսկ քաղաքական խաղերի մեջ չի հանդիսանում նա իրենց հաշվարկներում արժեք, որովհետև նրանք մանր չարչիական տրամադրվածություն ունեն հայոց ցեղասպանության մեջ կատարվող քայլերի նկատմամբ։ Սա է ճշմարտությունը։ Գովազդից հետո ես կծանոթացնեմ լույսի ընթերցողներից մեկին, որը համբերատար նստած է ինձ հետ եւ լսում է իմ ելույթը։ Գնանք հանգստի։
Հայաշատ քաղաքներից հեռու բնակվող հայերը կարիք ունեն ընթերցելու լույս շաբաթական պարբերականը, եւ նրանց համար մեծ անակնկալ կլինի ձեր կողմից ձեր բարեկամին լույս բաժանորդագրելը։ Դա լավ նվեր կլինի նրան ցանկացած առիթով։ Հեռաձայնեք 288 84 54։ Շարունակենք մեր հաղորդումը, ուրեմն ինձ հետ է լույսի ընթերցող Վարդան Մանուկյանը, դուք ուշադիր լսում եք ինձ, կարող եք, եթե որևէ բան ունեք ասելու, խնդրեմ Վարդան, որովհետև եթե ինձ հետագա մի 2 րոպե ժամանակ կտակ, ես կարդամ Արփինե Ղևոնդյանի 11 տարեկան մի բանաստեղծություն նվիրված ապրիլի 24։ Ստեփան ջան, նախ շնորհակալություն, որ հնարավորությունը տվեցիր քո հեռուստաժամից հնարավորություն ունենա ասելու իմ ասելիքը։ Նախ շնորհակալություն եմ ուզում քեզ անել, որ այսպիսի ազգանվեր գործ ես անում հանձինս լույսի։ Ես մոտավորապես 16 տարի ապրում եմ Միացյալ Նահանգներում, բայց կարտացող մարդ եմ, կարդում եմ, հետաքրքրվում եմ հեռուստատեսությամբ, թերթերով ամեն ինչով, բայց լույսը շատ լուսաբանող, կրթող շաբաթաթերթ է, եւ որը ես համարյա արդեն 6-7 տարի մենք մեր ընտանիքով մասնակցում ենք եւ կարդում ենք, որն էլ խորհուրդ կտայի այն հայերին, որոնք ընկած են ճշմարտության հետևից, ուզում են մեր հայկական ակունքները խնդրել ամանցյալում մութ մնացած, չլուսաբացված թեմաների մասին տեղեկություններ ստանալ, որը դու շատ հոյակապ ձևով անում ես, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Եվ երկրորդ ես ցանկանայի իմ խոսքս ասել, չնայած դու ինքդ շատ խորությամբ խոսեցիր ակունքների ստեղծման, այդ ամեն ինչի վերաբերյալ մեր երիտասարդների քայլաշխավի, բայց որպես անհատ անձնավորություն այս քաղաքում ապրող արդեն 16 տարի ես հետևելով բոլոր հաղորդաժամերին, հատկապես հեռուստատեսային հաղորդաժամերին, թերթերին, կցանկանայի ասել, որ միայն քո հաղորդաժամերի եւ շատ քիչ հաղորդաժամերի ժամանակ է, որ այս հարցը այսպիսի խորությամբ լուսաբանվում եւ բացատրվում է ժողովրդին։ Եվ իմ սրտի ցանկությունը կուզեի ասել իրենց երիտասարդներին, որովհետեւ նրանք, ինչպես դու նշեցիր, ավելի կազմակերպված, ավելի հայկական, որովհետև մենք հայերս բարձր քաղաքակիրթ ժողովուրդ ենք, միգուցե այս խոսքերը, եթե ասում են որոշ հաղորդաժամերի հեղինակների դուր չի գալիս, այսպիսի խոսքերը, կողոբանական խոսքերը, բայց պատմությունը լավ գիտի, թե հայերը ովքեր են եւ ինչպիսի գործունեությամբ են զբաղվել։ Հետևաբար կխնդրեի մեր երիտասարդներին, բոլորին, որովհետեւ ինչպես դու ասեցիր, բաց պորդերով այդպիսի բաներ չլինի, այլ մեր լուր քայլով մենք իլուր աշխարհի հայդում ենք մեր ողբը, ողբում ենք մեր 1.5 միլիոն նահատակների հիշադակը, սա սեքի օր է։ Եվ պետք է հիշել, որ սա սեքի օր է, սա խրախճանքի օր չէ եւ հետեւաբար պետք է վարվել սեքի օրվան արժանի պիտանի արարքներով եւ դիտելով հաղորդաշարներին հատկապես կցանկանան ինչպես դու ես միշտ նշում որ այստեղի այսպես ասած կուսակցությունները այսինքն ճակերտավոր կուսակցությունները կազմակերպությունները որոնք գրանցված են որոնք օգտագործում են ամեն պատեվ ոչ պատեհ առիթները որպեսզի մեր այսօրվա աջող երիտասարդներին, ազնիվ երիտասարդներին, որոնք զբաղված են հայրենանվեր գործերով, որոնք վաղը դառնալու են մեր համայնքի եւ քաղաքապետները եւ կոնսուլները եւ ինչու՞ չէ նահանգապետները այս նահանգի կոդրում են մեր երիտասարդներին իրենց բամբասանքներով եւ ոչ ազգանվեր արարքներով։ Հետևաբար
պետք է այս երիտասարդներին ամեն ձևով, ինչպես որ դու ինքդ ես արել քո 11 տարվա լույսի հրադարագումով, պետք է այս երիտասարդներին օգնել։ Ես ընդհատեմ Վարդան քեզ, դու չիմանաս թե ես երկնքից եմ գալի, ոտերս էլ ամպոտ ատես, բաներ չմտածես, ինչ որ արվածա փորձ, որպեսզի հարթվի սա, աշխատվի սա, ինչպես ասեց 94 թվականին, ինչպես մտվավ այս գործը, չէ՞։ 98 թվականին 2 ժամ զրուցել եմ դաշնակցական բյուրոյի անդամ Աբո Պողիկյանի հետ Գլենդելի ռեստորաններից մեկում։ Բայց երբ որ հարցադրումները իմ դրած այնպիսին էին, որ ասենք Աբո Պողիկյանը պետք է պատասխաներ դրանք, հանկարծ նա այնպիսի մտքեր արտահայտեց, որի վրա հուսահատություն եկավ։ Գիտեք, ոչ թե նրան, նա այսպես էլ ասեց, չգիտեմ նա այստեղ է կլսի թե չէ։ Բյուրոյի անդամը ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից։ Այսինքն բյուրոյի անդամը ինձ հասկացնել տվեց, որ կան ուժեր, որոնք որ հենց բյուրոյում կարողանում են անել այն, որ բյուրոյի անդամը չի կարող նույնիսկ դրա դեմ որևէ բան անել։ Ես դրանից հետո ճիշտ ասած մի փոքր հուսահատվեցի, բայց այսօր էլ մտածում եմ, որ եթե ասենք կուսակցությունները մի փոքր կատարեն Ռեբիկոնի քայլը, գիտեք, ասենք 24-ին գնան ու հասարակ ժողովրդի հետ քայլեն, պարզելով իրենց իսկ կազմակերպությունների դրոշակները, իրենց գերբերը, այսինքն ժողովուրդը տեսնի, որ ամեն ինչ կորած չի, այսինքն կա ժողովրդի կուսակցության, տես իշխանությունների մասին չեմ խոսում, իշխանությունները ամերիկյան են, հույս կա, որ ոչ թե ապրիլի 24-ին քայլելու, այլ իրար ըմբռնելու, իրար հետևից վարկաբեկող նախադասություններ չասելու, կռիվ բանսարկություն չբացելու, այլ կա մտայնություն առայժմ, այն մտայնությունը, որը 94 թվին կար արդեն, անելու այն քայլերը, որը չստացվեց։ Ստեփան ջան, հետևաբար կարելի է մի հետևություն անել այդ ամենից, որ նրանք մտածված կերպով կամ ոչ մտածված կերպով մի ասա այդ մտածված միգուցե ասա չմտածված անգիտակցաբար միգուցե նրանք էլ վախեր ունեն գիտեք մտածում են որ այսպես այնպես չբացահայտված վախեր ունեն բայց վախեցնողներ կան իրեն սեփական ժողովրդից մարդ կվախենա բայց կարծում եմ որ մեր ժողովուրդը եթե համեմատելու լինենք սրանից 15 տարի առաջ մեր Գլենդելում ապրող ժողովրդի եւ հիմիկվա ապրող ժողովրդի մեջ շատ մեծ տարբերություն կա մագարտակը փոխվել է եւ մարդկանց մոտ ավելի ինֆորմացիայի տեսակետից եթե վերցնենք առաջվա 10 տարվա առաջվա ինֆորմացիայի աղբյուրները շատ հատուկ են հաղորդաշարեր գոյություն ունեն թերթեր ունեն ժողովուրդը չէր ստանում եւ անկազմակերպ էին բայց այսօրվա ժողովրդին մեր ժողովրդին անհնար է խաբել հատկապես լույսի օգնությամբ որ գոյություն ունի այսպիսի մի պակեմ ասեմ ուրիշ գործի լույսը կատարել է իր 10 տարվա աշխատանքը եւ քրտնաջան ուրեմն հերոստաժամ մտնելու ամիջապես հետո ինձ հաջողվեց մի ծրար որը ես բացեցի եւ պարզապես մի քանի րոպե առաջ մինչեւ հերոստաժամը ծծվեր կարդացի ուրեմն Արփինե Ղևոնդյան, որի մասին ասեցի, այստեղ անկյունում գրված է 11 տարեկան 6-րդ դասարան։ Ես ամիջապես զանգարեցի, որտեղ դեռախոսը այստեղ դրված էր 543 738 Իհարկե վերցրեց հավանաբար եղբայրը, հարցրեցի Արփինեն մասին, ասեց նա քնած է, չգիտեմ արտացած թե ինչ, ես ասացի, որ 3 բանաստեղծություն եմ ստացել, որ դպրոցում է սովորում, որտեղ 6-րդ դասարանում է 11 տարեկան, երբ է եկել, ասեց 6 տարի առաջ, 5 տարի առաջ Լոս Անջելես եկած Արփինե Ղևոնդյանը գրել է 3 բանաստեղծություն, ես ընդամենը մեկը կկարդամ, բայց ամենազարմանալին Անսխալ, պատկերացնում եք, եթե ես դասատու լինեի, ամիջապես 5 կնշանակեի մեր գնահատականներով եւ զարմանալի է, որ ձևակերպված է նաեւ միտքը եւ այլն, ընդամենը 11 տարեկան է։ Ուրեմն ես կկարդամ ձեր թույլատրությամբ։ Խնդրեմ, համեցեք։ Ուրեմն իմ Հայաստան։
որպեսզի լավ տոնի վրա վերջացնենք այսօրվա հաղորդումը, որովհետև առջևում ապրիլի 24-ը դա թեման այդպեսին է։ Իմ Հայաստան, Արփինե Ղևոնդյան 11 տարեկան։ Դու այնքան փոքր, բայց քո սիրտը հինավուրց հողի չափ է։ Երբես քեզ եմ հիշում, աչքերս են արցունքով լցվում։ Ես միշտ կմնամ հայ ու միշտ կհիշեմ քեզ։ Դու ինձ համար շատ մեծ ես եւ ինձ համար մեծ սիրտ ունես։ Եվ դու Հայաստանի զավակ, եթե ուզում ես, որ միշտ հայ մնաս, հիշիր քո երկիր Հայաստանը եւ հպարտ եղիր, որ հայ ես կոչվել։ Սա արդեն նվաճում է, օրինակ։ Իրոք նվաճում է, շնորհակալություն Արփինեի ծնողներին, սովորում է Նարեկ դպրոցում, չգիտեմ դա որտեղ է, բայց հայերենի ուսուցումը գերազանց է այդ դպրոցում։ Ուրեմն նորից շնորհակալություն քեզանից Վարդան, շնորհակալություն բոլորիցդ, որ համբերատար լսեցիք։ Ուրեմն բաժանվում ենք առանց հիշաչար իրար նկատմամբ տրամադրված վատ, այլ բարդ ճակատով հիշեք մեր այսօրվա խնդիրն է, ոչ թե մեր կանթամ, մեր կա լեզու միասնության մասին դրոշակները պարզել, այլ միասնության մեջ մտնել, այլապես կանգնել միասնության ավազանի շուրջ բոլորը եւ երկել միասնությունը, դա դեռ միասնության ջրով մկրտվել չէ։ Ուրեմն Քայլարշավը Հոլիվուդում, որը լուծեց այսօր իր ֆինանսավորման հարցերը, երիտասարդները ոգևորված են, աճում են, նպատակը բարի է եւ ճիշտ դրված է հունի վրա եւ քաղաքական առումով եւ հայ ժողովրդի հոգեվոր մտածողությամբ եւ աճող սերնդի համար եւ ինչ է հավաքվել, քայլել, միասին լինել, այ միասին քայլել, հələ միասին լինելու մասին չի խոսքը, առաջ միասին քայլել, հետո այդ միասնությունը կծնվի քայլելուց հետո գաղափարապես մտայնությամբ նետվորքով։ Նորից շնորհակալություն Վարդան, հաջորդ շաբաթ մի թեթև կանդրադառնանք դրան եւ ես ձեզ կպատմեմ արդեն գիտության, տիեզերքի, հայության, ծագումնաբանության շատ արժեքավոր բաներ, խնդրում եմ պատրաստեք ձեր ձայնագրման ամեն ինչը, որպեսզի հաղորդումը հետագայում նույնպես դիտեք։ Իսկ ինտերնետի վրա իհարկե մեկ շաբաթ այս հաղորդումը դեռ կլինի։ Բազմիկ դարբեր, բարի գիշեր, հարգելի հայրենակից։